Եվ այսպիսով կրծքագեղձի քաղցկեղի կենսաբանական տարբերակներ առաջի հերթին դա հորմոնալ ստատուսն է, այսինքն նա դրական է թե ոչ։ Մեծ մասամբ 70-80% դեպքերում այս քաղցկեղը հորմոն դրական, իհարկե տարբեր տեսակի մենք ունենք ցուցանիշներ, էստրոգեն, պրոգեստերոն ռեցեպտորների մասին է խոսքը։ Եթե իրենք դրական են, դա համարվում է լյումենալ տարբերակ, բուժումը նշանակում է համապատասխան ձևով եւ նույնիսկ որոշ դեպքերում կարիք չի լինում նույնիսկ քիմիոթերապիայի, այլ միայն հորմոնոթերապիա, եթե մենք ունենք 4 աստիճանի դեպքեր։ Մյուսը շատ կարևորը դա այսպես կոչված հեր ստատուսն է, այս մոլեկուլը հեր 2 նյուն, եթե լինում է դրական, այս դեպքում կա կոնկրետ համապատասխան դեղ տրաստուզումաբ, որը որ կանգնեցնում է այս սպիտակուցի ակտիվությունը եւ դրանով ստանում ենք շատ լավ արդյունք, չարոք բջիջները չեն զարգանում, չեն կիսվում եւ լինում է բավականին արդյունավետ։ Իհարկե հեր դրական տարբերակները համարվում են համեմատաբար ավելի ագրեսիվ, բայց կարևորը նա է, որ իրենք ունեն կոնկրետ դեղը, որի միջոցով շատ լավ արդյունք է ստացվում բուժման։ Կան իհարկե եւ նոր դեղամիջոցներ այդ հեր 2 դրականի տարբերակով։ Մյուս շատ կարևոր հանգամանքը դա այն որոշ մուտացիաներն են, որոնք կարևոր են, գործոն կա, որը կոչվում է CD4-6, եթե լինում է դա դրա լյումինալ տարբերակների ժամանակ մենք նշանակում ենք կոնկրետ դեղորայք են 2 ռիբոցիկլի պավլոցիկլի, որոնք նույնպես լինում են շատ արդյունավետ, իհարկե մեծ մասամբ դա զուգահեռ գնում է քիմիոթերապիայի հետ։ Կան եւ նրա որոշ գործոններ, օրինակ Ki67 այսպես կոչված, որը քիմիան է տալի, նույնպես որոշում է տարբերակը լյումինել A-ը թե B-ը եւ այս դեպքում մենք իհարկե հաշվի ենք առնում ինչ բուժում նշանակել, ինչքան լինի նա ուժեղ, որտեղ օրինակ A տարբերակներով քիմիոթերապիայի կարիքը նույնիսկ չի լինում։ Այստեղ ցույց են տալի բջիջները ինչքան ակտիվ են բազմանում։ Կա իհարկե տարբերակ, որ ոչ մի գործոն դրական չի, ոչ հորմոնները, ոչ մյուսները, դա կոչվում է 3 ձևով բացասական տարբերակ, սա իհարկե դժվարացնում է բուժումը, որտեղ մենք չունենք այդ ռեցեպտորները, գործոնները, որով դեղամիջոցը աշխատում է, իհարկե քիմիոթերապիան գալիս է առաջ եւ ավելի ուժեղ կոմբինացիաներ պետք է օգտագործենք, որ ստանանք արդյունք։ Որոշ դեպքերում իհարկե հաշվի ենք առնում եւ մուտացիաները BRCA կոչված, այստեղ էլ դա նշանակություն ունի, բայց դա առաջի փուլերում չի, որ ավելի ուշ։ Տեսնում եք ինչքան բազմազան է թիրախային թերապիան կրծքագեղձի քաղցկեղի, բայց գոյություն ունի եւ իմունոթերապիա, սա էլ է օգտագործում այն ժամանակ, եթե կարիք է լինում լացուցիչ եւ հորմոնոթերապիան նշանակելիս նույնպես մենք որոշում ենք կոնկրետ գործոն, սպիտակուց, դա PDL1 է կոչվում, որը ունի մի քանի տարբերակներ։ Եթե նա դրական է 1% բարձր է, չեմ ասում 50%-ից բարձր ավել ցուցանիշ է տալիս, ուրեմն իմունոթերապիան կաշխատի եւ մենք նշանակում ենք։ Այս բոլորը իհարկե շատ կարեւոր են եւ այստեղ հերթականությունով մենք կատարում ենք բոլոր հետազոտությունները։ Այսինքն որոշ չափով եզրափակեմ եւ հասկանալի լինի նորից ասեմ, կրծքագեղձի քաղցկեղը այն ուռուցքն է, որը ունի տարբեր կենսաբանական մոլեկուլար տարբերակներ, որը որոշում է հատուկ գենետիկ հետազոտությունով եւ իմունոհիստոքիմիայով եւ ամեն մեկը ունի իր համապատասխան դեղամիջոցը։ Բժիշկի ուռուցքաբանի կարևոր պարտականությունը նա է, որ առաջինը նա այդ բոլորը ստուգի եւ ցանկալի է բուժման սկզբում իմանա ամեն ինչ ինչի հետ գործ ունի
Երկրորդը դեղամիջոցները նշանակել ճիշտ հերթականությամբ, դա էլ է շատ կարևոր, չսկսել ամենաուժեղից, հորմոնոթերապիան ունի տարբեր դեղամիջոցներ, տամոքսիֆեն, կային արոմատազատների ինհիբիտորները, կա դեղամիջոց, որը ընկճում է ձվարանների ակտիվությունը, եթե դեռ այդ ակտիվ վիճակում է օրգանիզմը, եւ այս ամբողջը ունի իր հերթականությունը, իր տեղը եւ իր ել չեմ ասում դոզավորումը, դա էլ նշանակություն ունի։ Քիմիաթերապիան մնում է շատ կարևոր մի օղակ, որը որ նշանակվում է, երբ որ ցուցված է, իսկ դա լինում է բավականին հաճախ։ Այսինքն բուժում կա կրծքագեղձի քաղցկեղի համար, առաջի փուլերը բուժվում են իհարկե ավելի հեշտ, ավելի արդյունավետ եւ լիովին հիվանդը առողջանում է, իսկ տարածված ձևերը հատկապես մետաստատիկ հեռումետաստազներով ունեն իրենց պալիատիվ բուժումը, որը տևում է երկարատև եւ կյանքը լինում է մեծ մասամբ բավականին բարձր որակով։